Ես մեր զոհվածներն են, զոհերն են, աղջիկ երեխա, այսօր կխոսեմ մի առաջարկով, վերջում կանեմ այդ առաջարկը, մինչև առաջարկը ասելիք կա, նախաբանները մոտարապես նույնն են իմ խոսքի, խոխեքին դարեդար թուրքին զոհելով, դեբիլը երբևէ չմտածեց, որ Թուրքին հաղթելու համար նախ ներքին տականքին է պետք վերացնել։ Սա հայոց հիմնարար հարցն է, անկյունակարային, բազիսային։ Մենք այս պատճառով ենք սենց հայտարարակ վիճակում։ Այս հարցը չի գիտակցում, որովհետև ասպարեզը գրավել են խեղկատակները, դեգեներատները։ Դրանց էլ քշել չի լինում ասպարեզից, որովհետև քշող չկա։ Ես փորձում եմ այդ քշողի դերը վերցնել, մարդկանց այդ հարցին ուղղել, չի ստացվում։ Դժբախտությունը ոչ մշտական վշտով ու ոչ էլ նրանից խուսափելով չես փարատի, նրանից փախուստով չես փարատի, միայն լայն հայացքով դեպի կյանքն ու մարդկային։ Ես փորձում եմ դա անել, դա եմ տալիս, այսօր տես մի դրվագ կլինի, ներկայացնելու եմ այն ինչ որ կա։ Այս ու հաջորդ երկու էջերը ես վերլուծել եմ Վենսի այցի նպատակները, իմաստը։ Ես չեմ պատմի այդ մասին, որովհետև մի քիչ կողքի թեմա կստացվի ամեն ինչից մի օրվա մեջ խոսում։ Այս 3 էջն է հատուկ այդ էջերը յուրականացի, ում հետաքրքրում է կարդանգերն, ես կարդացել եմ, սա Facebook-յան գրառումն է։ Մենակ ավելացնեմ, որ կողքից թուրքերի նպատակային ծրագրերն են։ Այստեղ այս ահռելի թուրանն են իրանց մտքով ասնում։ Հաջորդ նկարը մի քիչ ավելի փոքր տարբերակով է իրանց թուրանը ներկայացրած։ Այս էլ մի ուրիշ կազմով է թուրանը ներկայացրած։ Սա իրանց հեռանկարային sense պլաններն են, որ կամաց իրացնում են։ Մենք չունենք sense ոչ մի նպատակ, ոչ մի առաքելություն, ոչ մի պատկերացում, մերն է սա։ Այս աչ նկարն է, ձախ նկարն է, սրանք իրարից ոչ մի կերպ չեն տարբերվում։ Այս անասունը, այս ատոմները կողքի դեգեներատից թուրքից։ Այս մեր իրականությունն է։ Այս մարդու կնիկնել են այս խեղկատակային շորերով իրականությունը, բայց դե իհարկե այս թատրոնը հատուկ խաղացին, որպեսզի Վենսի այցելությունը զբաղեցնեն այսպես իդիոտիզմով։ Իսկ եթե իրանք իսկապես այս մակարդակի են, գետինը մտնենք մենք։ Մինչև երեք Մինիկոլով Արցախն էինք պարտվել Ադրբեջանին, այսօրվանից Հայաստանն ու ազգը զիջեցինք մեր տականքին ու անցանք պատմության գիրք։ Նկատի ունեմ այս Վենսի այցն ու դրա հետ կապված բոլոր միջանկյալ պրոցեսները։ Մեծ եղերնը մեր տգիտության հետևանքներ, ներկա ինքնագինասիդն էլ ազգի լիդեր դարձած ճիվաղների անուղեղ հակառուսականության։ Սկզբունքային հարց է, մեր կողմնորոշումը քաղաքական փոքր ազգի դեպքում սկզբունքային է, դու պետք է հասկանաս, թե ճիշտը որն է, որովհետև դու տաշեղ ես։ Այդ տաշեղը լինելով հանդերձ, երբ որ մեծ դուս ես տալիս քու մասին կամ սխալ արտաքին ուղենիշեր ես վերցնում, դառնում ես գենոցիդվող։ Թուրքերով շրջապատված հայի հակառուս լինելը միայն մեկ բացատրություն ունի, որ նա նույնիսկ քարտեզ չհասկացող աննասուն է։ Ուրիշ բան չունեմ ասելու։ Որովհետև եթե հայը հավատում է, որ Թրամփը Էփշտեյնի հաճախորդ Թրամփը գալու է իրան փրկի, միայն անուղեղը կարող է նման բանի հավատալ։ Քանի կա հայի հակառուսությունը, այսինքն քաղաքական բացարձակ կուրությունը, Նիկոլը երկրի տերն է ու հայի վերացնող։ Սրանք փաստեր են, իմ կարծիքով, որովհետև Նիկոլին 100 անգամ գնացիք ընտրեցիք ձեր բոյներով, ձեր առաջնորդներով, ձեր շեվերով։ Արեք հիմա ինքը կազմի չի արա։ Ու թղթով դուք ուզում եք հաղթեք։ Դեգեներատներ, ասելիք չունեմ, ընտրության կանչող ու ընտրություն տանող դեգեներատների նախոսքս ուղղված։ Հիմա ընդհանուր հարցերին անցնեմ մի քիչ կոնսպեկտային նախոսակցությունս, դե ուրիշ ձևով չեմ կարող խոսալ, չեմ կարող ասենց աղամ դնեմ բերանները, որտեղ արդեն հերիք հայլի։ Գենոցիդվելուց այդ մանկական թոթվանքորներով չի կարելի շարունակել։ Ոնց երեխային գովելով երես տալով սարքում են այլանդակ, այդպես էլ գենոցիդից հետո մենք մեզ գովելով ողջ ազգին սարքեցինք տահաս ու ոչ ադեկվատ։ Ու սա այսօր շարունակվում է։ Հային գովերքողները այսօր հայի բանն են,
Աստվածն են։ Այդ հային գովերքելով գենոցիդում եք։ Էշրացնում եք, խելքը միջից հանում եք, սարքում եք անասուն։ Միացնեմ մի բան ցույց տամ, նոր շարժվենք առաջ։ Միացրան լսեք էլի։ Ուրախությամբ նշեմ, որ փոխնախագահ Ջեյդի Վանսը եւ հետին այլ որ նա մեծացել է առանցնողների հայրը շուտ մահացած է եղել եւ մայրը բուժվել է այդ բանից տնամիջոցներից բուժման մեջ է եղել եւ նրան փաստորեն մեծացրել է տատիկը մոր մայրը որի պապը հայ է եղել բանից գաղթած Ջիվան Վանեցյան ազգանունով եւ նրանք Ջեյդի Վանսին անունը դրել են Ջիվան Վանեցյան Պապու անունով Ջիվան Վանեցյան եւ ինչը քոլեջի ավարտելը նրա անունը հենց այդպես է Ջիվան Վանեցյան հետո նոր արդեն քոլեջի ավարտելուց հետո ինքը դարել է Ջեյդի Վանս այսինքն Ջեյմս Դեյվիդ Վանսը Վանեցյանի անունը այսինքն հայկական անուն ունի եւ եւս իսկ ապանովական հայացքների Անցնենք առաջ։ Սա մեր իրականությունն է, այս կարդիոլոգ է, այս ողորմելին։ Սա էլ հետաքրքիր է դիտելու համար, այս դարում ենք ապրում։ Ու սա լրիվ հեքիաթ չի։ Այսօր կարող է որպես հեքիաթ է ներկայացում, բայց սա դառնալու է իրականություն։ Այս process-ներից մենք դուրս ենք։ Ինչի համար, որտեղ ինչ որ անասուններ մեր ուղեղը կերել են ու ուտում են ամեն օր։ Ու դա շարունակվում է դեռ։ Գամ իմ հիմնական տեքստին։ Շատ լավն է այս հայ Խաչակիր անունով մեկն է дրել. Армянская мудрость. Будет херово, зови русских. Придут русские, гони нахер. Уйдут, кричи вслед предателей. Շատ լավն է։ Ասենք մենք։ Ու հարյուրավոր տարիների ընթացքում ազգը մի հատ վերնախապ չունեցավ, որ ասի, լսեք, շանտերը քարտեզով ասում, ձեր ուզելով չի, ինչ որ դեգեներատների ասելով չի, շանտերով չի, շանտը ձեր առաջնորդը չպետք է լինի, դպրոց չավարտածը, չկարացակ, այդ տարականը չհաղթարեցինք, այսօր ես վերջիս են ճիքերն եմ անում, ու խորքից ու հերվից եմ գալու, մի անգամ ես սա խոսել եմ այս մասին, մի անգամ չէ, բազմից եմ խոսել, ու նորից եմ գտնում, որ այսօր հայ ժողովրդի մեջ եթե կա ինչ-որ մի փոքր պոտենցիալ իրականություն փոխելու, դա հայ կանայք են։ Տղամարդիկ կործանվել են, գնացին զոհվեցին, երեխեքին տարակ զոհեցիք, այդ հասուն տղամարդիկ էլ այս բերի տակ բոլորը մնացին տենց կատաստրոֆիկ վիճակում նորմալները։ Դեգեներատները վերցին քաղաքական արենան ու հեծած ման են գալիս։ Ուրեմն սա կեսաբանությունն է եւ հոգեբանությունն է մարդկային։ Ես մի հատ հոդված եմ գրել, սա լուրջ հոդված է, այստեղ ես բացադրում եմ բնության օրենքները հիմնված Գյոդակյանի տեսության վրա, կամ կոնկրետ մեր դեպքին, որպեսզի մի քիչ ավելի པարզ լինի։ Ինչ եմ ներկայացնում, ուրեմն տղամարդիկ եւ կանայք բնությունը այդպես է ստեղծել, երկու սեռ է ստեղծել, կենդանիների մոտ էլ է դա եւ մարդու մոտ էլ է դա հասել, տարբեր ֆունկցիաներ ունեն։ Այդ ֆունկցիաները ասենք թե կենսաբանը մի ձևի է տեսնում, քաղաքագետը մի ուրիշ ձևի է տեսնում, մողամբասը մի ուրիշ, դադախազը մի ուրիշ։ Բայց կա ընդհանուր մի բան, որ պարտավորենք որպես գիտելիք, այդպես արդեն երկինք թռչող մոտոցիկլետի դարում ապրողներ պարտավորենք պարզ բաներ իմանանք։ Ուրեմն այս մեջտեղի համար 1 օղակով գծվածը կանանց հնարավորությունների դիապազոնն է, այս օղակի մեջ են գտնվում կանայք, ոչ շատ խելոք կան իրենց մեջ հիմնականում, ոչ շատ էլ հիմար կան, այս օղակը նեղ է, տեսնում եք այս շրջագծով նկարած է, ձախ կողմում բանն է, գաուսյան բաշխումն է, այսինքն խելոքների, հիմարների ու նորմալների բաշխումն է, կապուտ գծով կանայք են, այս կապուտ գիծը ներկայացած, կարմիր գծով տղամարդիկ են, մի քիչ գծագրությունից հասկացողները կհասկանան, որ տեսեք տղամարդկանց կորը ավելի լայն է, բայց պիկը ցածր է։ Այս պիկը այսինքն այդ միջին նորմալները քիչ են։ Կանանց պիկը ավելի սուր է։ Միջին նորմալները կանանց մեջ ավելի շատ են, բայց շեղումներն էլ են քիչ։ Ծայրահեղ խելոք կին չեք տեսնի կամ քիչ կտեսնեք, ծայրահեղ հիմար կին էլ չեք տեսնի։ Տղամարդն ուրիշ է, ծայրահեղ խելոքներ կան, ծայրահեղ հիմարներ կան, ասես բաշխումը մեծ է, բայց քանի որ սեռերն իրար հավասար են թվով մոտավորապես,
Դրա համար այս երկու կորերի մակերեսներն իրար հավասար են։ Սա այս սերերի մաթեմատիկայի ներկայացումն է։ Հիմա եթե այս գրաֆիկից անցնենք այս գրաֆիկին, կստանանք, որ կանայք այս սրանք են, այս նեղ բուբլիկի ձևով են արտահայտված, տարբեր որակները եթե մենք վերցնենք։ Տղամարդկանց այդ դաշտը հնարավորությունների, ունակությունների դաշտ ավելի մեծ է։ Այս բուբլիկը տեսեք, այս նկարում տեղադրել եմ։ Բուբլիկի այս ներքին մասը նորմալներն են, որոնց շուրջ հիմնականում կանայք են։ Տղամարդիկ համ ծայրահեղ խելոք կարան լինեն ավելի շատ, ու ծայրահեղ հիմար կարան լինեն։ Սա նորմալ ազգերի մոտ կա, բոլոր կենդանիների մոտ այս գոյությունն է։ Սա օրենք է, կենսաբանական օրենք է, օրենք է, հայտնի է ինչ որ սրվադրվագները կոչվում է տղամարդ greater male variability, տղամարդու ավելի մեծ բանը փոփոխականությունը թե ինչ variability դժվար է թարգմանել։ Մեծ ինտերվալում է տղամարդը իրան հանդես բերում, կանայք ավելի փոքր ինտերվալում։ Ինչու է սա այսպես արած։ Տղամարդու միջոցով էվոլյուցիան է ապահովել։ Այդ խելոքները կամ քաջերը կամ հետազոտողները ես Բաքում կատուներ եմ պահում, երբ որ ձագերը ծնվում են, նայում ես արու ձագերը առաջի չէ, հենց սկսում են քայլել արու ու այդ ձագերը տարբերվում են իրարից։ Արուն դնում ակիթը ամեն տեղ խոթվում է, ֆանտաստիկ հետաքրքրասեր է, դուրս է գալիս փողոց։ Արուների մեծ մասը գնում են փողոցներում, ավտոների տակ ընկնում, սատկում են։ Արուի մեջ դրված է այդ առաջ գնալը, ուսումնասիրելը, գրավելը, նոր տարածքները ձեռք բերելը։ Դրա շնորհիվ կենսաբանական էվոլյուցիան է տեղի ունեցել, այդ հոդվածն էլ ես էլ գրել եմ, հիմա տեսնեմ կարողանամ տպեմ թե չէ։ Սա օրենք է։ Հայությունը դրանից չի կարող խոցապել։ Էս էլ ներկայացման ուրիշ բանաձև է։ Այս մեծ դաշտի վրա տեղադրել եմ այս Գավոսյան կորը։ Սա էլ հայերի համար եմ ես այդպես որակական գծել եմ, որպեսզի պատկերացում լինի ինչի համար։ Հայերի դեպքում կանայք նույնն են ոնց որ ուրիշ ազգերի դեպքում, որովհետև իրանց այդ շեղումը ծայրահեղ խելոքների ծայրահեղ հիմարների փոքր է, իրենք նույնն են, հայերի մոտ կանայք ոնց որ ուրիշ ազգերի կանայք են, բայց քանի որ հայերի տղամարդկանց այս քաջերը, խելոքները, քաջերը զոհվում են, խելոքներին էլ քացուտակ սատկացնում են սոված դեգեներատները, այս վիճակն է ստացվել։ Հայ շատ քիչ տղամարդ կա, որ այս օպտիմալից դուրս է, բայց շատ մեծ քանակ կա, որը օպտիմալից շատ ավելի հեռու ցածր է։ Ու այս ներքևի այս օղակի այս դեգեներատները հայության ճակատագիրն են որոշում։ Ես միշտ բերում եի Գեհենի Արաքելի կոլաժը, որտեղ ներկայացված են հայկական իշխանական դեմքերը, կարող է ես ստեղ էլ գտնեմ այդ բանը, բայց դե հիշում եք ամեն անգամ իրեն։ Հələ փորձեմ, միգուցե արագ գտնվի։ Ցույց տամ վերադառնանք մեզ։ Մեր դժոխքը, հեսա, չէ, այս զոհվածներ են։ Հեսա։ Այս այլանդականոցը տեսել եք, էլի։ Պատկերացնում եք։ Նորմալ մարդ չեք տեսնի սրանց մեջ։ Ու ամեն անգամ որ ես սա ցույց եմ տալիս, ասում են, այ հələ մի հատ նրան խես դրել, այնուսին խես դրել։ Լսեք, բոլորը նույն այլանդակներն են։ Հայկական իշխանության մեջ երբեք նորմալը չի եղել։ Դա բանաձևով է, չի կարա նորմալը մտնի այդ իշխանություն։ Այդպես է։ Դրա համար նեղանալ չկա։ Մենք պետք է մեզ խոստովանենք մեր խնդիրները, որ տակից դուրս գանք։ Չենք խոստովանի, տակից երբեք դուրս չենք գա։ Ես այդ տեքստով եմ խոսում։ Մենք սխալները չընդունեցիր, կործանված ես։ Ուրեմն քանի որ այս վիճակն է, ինչ է ստացվում, որ հանրությունները, միասնությունները, ազգերը առաջ են շարժվում ոչ թե հիմարների հաշվին, այլև դրսում եղած խելոքների հաշվին։ Ոնց որ կենթանական աշխարհը իր արուների այդ հետաքրքրասիրության, ինքնազոհության հաշվին է առաջ գնում, նոր գաղափարներ վերցնում, զարգանում, տեխնիկան առաջ տանում, կյանքն առաջ տանում, այնպես մարդկությունն է, բայց հայերի մեջ քանի որ այս արտաքին խելոք տղամարդկան շերտը գոյություն չունի, այս վիճակն է ստացվել։ Այդ միգուցե մի քանի հոգի մնացած այսպես տղամարդկանց այս շերտին հնարավոր չի առաջ բերել, այդ մարդիկ կամ փախած են, կամ մեջտեղ չեն գալիս, ես ինչի բանամ, կամ չկան, գաղափար չունեմ ես։
Դուրս է գալիս, որ ով կարող է հայկական իրականություն փոխի։ Սերժը փոխողը չի, Ռոբը փոխողը չի, ձեր կուսակցության ղեկավարները բոլորը նույն այդ իմ ցույցված նկարի դեգեներատներն են։ Դրանց վրա հույս չդնեք։ Փոխող կարող են լինել կանայք, որոնք այս իրենք ցույց են տալիս Facebook-ում էլ ես կարող եմ մի 10-20 կնոջ ասել, որ խելոք են, իրանք կարող են ինչ-որ բաներ անել, բայց ես 10-20 տղամարդու անում չեմ կարող տալ։ Իմ շրջապատից։ Սակասը քլնչերա դուս տալի, հա ես էլ եմ դուս տալի։ Այդ ածողներին եմ հագադարձում։ Մի միջանկյալ բան ասեմ կշարունակեմ։ Մեղրի կամ մրջնի բունը որ խառնես հարցակվում են վրատ, ու միայն տեղում չեն պաշտպանվում, հետապնդում են ու վրեժ են հանում։ Դու սկսում ես փախչել, մեղուն հետևից վազում է։ Մրջունը գետնի վրա չի ասում թրջի հետևից տարագա, այն կողքի մրջունները ինչ որ ձև իրար իմացեն տալի 1-2 մետր հեռավորության վրա, մեկը կտենաս մեկը մրջունը բարձրացա վրա ոտդ կծեց։ Նույնը բոլոր կենթանիները տեղային ռեակցիայից բացի հետապնդում են վրեժ հանում, որ կանխեն նման դեպքերի կրկնությունը հետագայում։ Նույնն էլ մարդն է, բայց ոչ մենք։ Մեզ անասունի պես դարեդար մորթել, հոշոտել են, բայց մենք երբեք վրեժի մասին չենք մտածել, որ կազմակերպենք, ուժ կուտակենք, զարգանանք ու վրեժառու սուբյեկտ դառնանք։ Մի հոգի, մի հատ նայրի, սպարացեր տականքից, իմ ձենը գողացողից, ձե միլիոնավոր հայերի ձենը գողացողից վրեժ հանեց, Սարգիկ ազգի դավաճան։ Ով արեց այդ ներքևի շերտի այդ անասնանոցը։ Այս դեգեներատանոցը, որը ձեզ ուղղորդում է մինչև հիմա, ազգի հերոսներին սարքեց ազգի դավաճան։ Ռուբեն Վարդանյանը անգլիական սմատրաշի հրճակածն այսօր ազգի հիմնական քաղաքագետն է, գիտեք ում է, հերիք անուն տա։ Հակառուցական տիտաններն այսօր Վենսի գալուց հետո բերանները գլխներից մեծ բացած հրճվողներն են ու ձեզ արդեն պատմական գերեզման քշողներն են։ Տեսակ Վենսը գնաց Բաքու ինչ արեց։ Նույնիսկ իր մի նկարը հայկական բանի հետ գենոցիդի հետ կապված ջնջեց իր էջից։ 35 տարվա մեջ բոլոր ձեզ հոշոտածներն այսօր էլի ձեր տերերն են, նկարը ցույց տվեցի։ Ոչ մեկը մի սիլլատո, նույնիսկ մի թթու խոսք կերած չկա։ Ասել եք չկա, ողբալիքի էլ տարիքից եմ դուրս։ Շարունակեք ողորմելին, անասնականից էլ ցածրն ու անբնական։ Չանենք, ոչ բան չանենք, կործանվենք։ Այսօրվա իմ եզրակացությունն ասա լինելու։ Աշխարհի խելոքներն արարելով խելագարներին են ծառայում, փոխանակներները մեկ անեն բոլոր երկրներում դրանցից ազատվելու համար։ Հայաստանում այս process-ը կատաստրոֆիկ է, մենք վերացանք։ Ուրիշ երկրներում ասենք թե փողատերերը բան են արել, դրության տեր են դարել, բայց կորսանման հարց չկա այն մյուսների։ Վատ են ապրում մյուսները, դրանց իշխանության տակ են ապրում։ Հայերի փողատերերը իշխանությունը վերցրել, փողատերները խելագարները, դեգեներատները։ Ու երկիրը տանում են կորսանում։ Այդ կորսանման նույնիսկ փրկվելու համար ես սա եմ առաջարկում։ Ես կարծում եմ, որ հայ տղամարդուն հենց հայերը ջնջխել են, դարեդար մսխել ու բացահայտ ոչնչացրել են հենց հայերը։ Հայկական արժեքայինով են դա արել։ Ներկա պահին մեր խնդիրն իհարկե հայոց իշխանությունն է, որը հակահայ է, բայց ավելի շատ հակամարտկային։ Հային նախ պետք է մարդ դարձնել, ապա քաղաքացին նոր հայ։ Հիմա այս նորից էս նույն դեգեներատները, նեղողագի դեգեներատները հարձակվել են վրաց։ Դու ձեր էլ տիրոջ շմերը անասումներ։ Այդ նպատակին հասնելու համար միակ ուղին կրթվելն է, իսկ կրթվելն էլ միայն հայ կանայք կարող են անել։ Բառը սխալ եմ գրել, հատուկ շեշտում եմ կրթվելն։ Հայ կանայք, հավաքվեք մեկտեղ, իրար գլուխ գլխի, փորձեք նորովի նայել իրականությանն ու մանավանդ հայկական իրականությանը։ Հայ անասունին հակադրեք ձեր կամքը։ Հայ անասունի մեջ ով է մտնում։ Հայ դատախազը, հայ քննիչը, միլիցա հայը, տգետա հայը, անասունա հայը, դեգեներատա հայը, տականքա հայը։ Դրանք են բոլորը ձեր ճակատագիրը որոշում։ Հակադրեք, հայ անասունին հակադրեք ձեր կամքը, ստեղծեք միաբանություն։ Ֆանտաստիկ բառ է միաբանությունը, հայերի մոտ սա կապված է միայն Մխիթարյան միաբանության հետ,
Բայց միաբանություն նշանակում է մի բան, մի խոսք, մի գործ, մի ասպարեզ, մի բանով զբաղվողների միություն։ Շատ լավ խոսք է։ Միջայլոց ասեմ, հայերենը ստեղծողները ինչ-որ հանճարներ են եղել, չգիտեմ ոնց է եղել, միգուցե հիմքը գրափարն է, բայց գրափար ստեղծողներն են հանճար եղել, որովհետև գրափարը լուրջ առաքինի լեզու է, բարբարները տգեղ են, իրանք ունեն, ասենք թե, բարբարներում կգտնեք շատ բնորոշ բաներ նշող բառակապակցություններ, բառեր, բայց առաքինի մեծ լեզուն հայերենը կարգին լուրջ բան է, գրափարի հիմքով ու ներկա արևելա հայերենը լուրջ լեզու է, ու այնտեղ բառերն էլ որ գտնեք, որ երբեմն բառեր եք գտնում, որ ապշում եք, թե ինչ բան կա մեջը, բանա գնաց, նույն բան բառից է գալիս, խոսք տանող, գործ անող, ինչ-որ արդյունքի հասնող, բառի մեջ շատ իմաստներ կա, դրա համար ուրիշ բան պես չի ստեղծեք միաբանություն, միաբանություն նշանակում է միակերպ մտածել, միակերպ նույն նպատակին ուղղված լինել, նույն գործի շուրջ համախմբել, համախոհներով, իրար կարծիք լսողներով, ըստ որում իրար կարծիք լսել չի նշանակում բոլորի կարծիքը հաշվի առնել, նշանակում է խելոքի, ամենակարևոր հարցերով, ամենաօպտիմալ կարծիքին բոլորը միաբանվել այդ կարծիքի շուրջ։ Կարծում եմ, որ նրան գործը կարող են գլուխ բերել միայն ակտիվ, մանավանդ տարեց կանայք, որովհետև կյանք են անցել, հիմա էլ ազատ շատ ժամանակ ունեն ու կարող են իրանք այս գործերով զբաղվել։ Ու հավաքի կորիզն էլ անպայման տարեց կանայք պետք է լինեն։ Ինձանից ներդրումը քաղաքագիտական գրքերը կարող են լինել, ոչ ավեն, ես ունեմ դիքը գրքեր, այդ գրքերը կարող են այդ մարդկանց նախնական կրթական միջոցը ծառայել։ Իդեալոգիան որն է, մի կորիզ պետք է ստեղծվի սկզբից 2 հոգի, 3 հոգի, 5 հոգի, 10 հոգի, 20 հոգի, որոնք կհասկանան հայկական իրականության խորքերը, օգտվելով նաև իմ գրքից, իմ խոսակցություններից, միգուցե իրենք էլ իրենց ճշմարտությունը բերեն։ Հայի գործը հային կրթելն է, ու այդ կրթված հայով իշխանություն փոխելը։ Մտքներով չանցնի, թե այսօր փրկիչը ձեզ կփրկի։ Այդ փրկիչը չի կարա փրկի, որտեղ միլիցա հայը գալու է ձեզ խեղդի, ձեզ ուտի, ձեզ ուշուտի։ Նիկոլա հայը ձեզ ուտելու է։ Անոյա հայը, ռուսին ատող հայը, քարտեզ չհասկացող դեգեներատը ձեզ հոշոտելու է։ Մտքներով չանցնի։ Որպես օրինակ բերել եմ Արամերիկինը։ Կկոն սոխակի նման չի կարող երգել, բայց նրան ավելի ուշադիր են լսում։ Լավ, խորը, ֆանտաստիկ միտք արտահայտել։ Դե տղամարդկանցից մեկը 10 եկել է sense բաներ, ոնց է եղել, որ սրա հեղինակը կին է, այն բազմաթիվ գրառումներով ես բերել եմ, որ կանայք ավելի հայ կանայքը տենց է ստացվել։ Տղամարդու ֆունկցիաներ են վերցրել իր վրա, մտածելու, տուն պահելու, սկզբից էլ սովետ որ քանդվեց, տուն պահեցին հայ կանայք։ Էսա, սրանով էլ վերջացնեմ։ Ասում մեծանալը չի պրոբլեմը։ Պրոբլեմն է, որ նայում ես խելագարվող ու հիմարացող աշխարհին։ Ես հասել եմ այս տարիքին, մի կողմից երջանկություն է, մի կողմից դժբախտություն։ Ես որոշ բաներ ավելի շատ եմ տեսնում, դեգեներատին չեմ ասում, նորմալին եմ ասում, նորմալ դա գիտի։ Սա իմ ֆունկցիան եմ ես կատարում։ Ես փորձում եմ ոչ միայն նայել այդ հիմարացող աշխարհին, այլ այդ աշխարհում փորձել ինչ-որ մի բան փոխել։ Այդ չի ստացվում, բայց դա էս է։ Փորձեք միավորվել։ Մերին միգուցե կարողա ձեզ օգնի, զանգեք իրար, որտեղ կկայանա, տեղի կունենա այդ բյուրեղացման կենտրոնը, այս պահին կարևոր չի։ Կարծում եմ մերին կարողանա բան անել։ Նաև ասեմ ու կրկնեմ, չասեմ։ Սա քաղաքական կուսակցության հարց չի։ Այդտեղ հավաքվում են մի ժամանակ կային ռոտարի ակումբներ, այդ ակումբներում հավաքվում էին նույն հետաքրքրություն ունեցող մարդիկ։ Իհարկե հայերը չհասկացան ռոտարի ակումբի իմաստը, մասոններին վերագրեցին, բայց դա ճիշտ գաղափար էր։ Նույն հետաքրքրություններ ունեցող մարդիկ հավաքվում են անկախ իրենց մասնագիտականից։
այտենց մի հատ միաբանություն է պետք այդ ոճով, որտեղ կհավաքվեն տարբեր մասնագիտության, տարբեր մտածելակերպի մարդիկ, բայց ճիշտ մարդիկ, որոնք հետաքրքրված են իրենց ծերունների ապագայով կանայք, տարեց կանայք, նու ջահելներն էլ կարող են, հարց չկա, ես ոչ եմ ասում միայն տարեցները հավաքվեն։ Եթե հնարավորություն ունեն, թող ջահելներն էլ գան միավորվեն, որովհետև մեր պոտենցիալները զրո են։ Հայկական թիմային այդ սկամեյկան բասկետբոլի տերմինոլոգիայով ասած ինչ որ բանի ընդունակների սկամեյկան շատ կարճ է։ Մարդ չկա այնտեղ։ Դրա համար վիճակը կատաստրոֆիկ է։ Հերքա, այս երեխեքին հերքա կոտորեք։ Միավորվեք, ես ինչքանով կարող եմ կօգնեմ, եթե հարցը լինի խորհրդատվական կանեմ, բայց հասկացեք, այսօր դուք գտնվում եք հրեշների ձեռքին։ Թե ներսում, թե դրսում։ Այսօր էսքան է։